Թուրքիան խորացնում է կապերը եղբայրական Ադրբեջանի հետ, այսօր խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում, ասել է թուրք նախարարը, տեղեկացնելով Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրում։ Գոհունակություն հայտնելով անցած օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների համար Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։ Թուրք նախարարը նաև հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունը աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում եւ կշարունակի խորհրդատվությունն այս ոլորտում։ Կրեմլը փաստացի չի հերքել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջև գաղտնի զրույցի մասին մամուլում հրապարակված տեղեկատվությունը, պնդելով, թե արտահոսքը հավանաբար եղել է զրույցին չմասնակցող անձանց կողմից։ Դրա հրապարակումը զրուցակիցներից որևէ մեկին պետք չէր, ասել է Յուրի Ուշակովը։ Նախորդին ամերիկյան Bloomberg-ը հրապարակել է ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ենթադրաբար անցած ամիս տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ Սպիտակ տան բանագնացը Bloomberg-ի Կրեմլին խորհուրդ է տվել գովաբանել նախագահ Թրամփի խաղաղասիրական ջանքերը, ինչպես նաև նախագահներ Թրամփի եւ Պուտինի միջև հեռախոսազրույց կազմակերպել նախքան Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու այցը Վաշինգտոն։ Bloomberg-ը չի մանրամասնել, ինչպես է հեռախոսազրույցը հայտնվել իր տրամադրության տակ։ Պուտինի օգնականը պնդել է, թե տեղեկությունն արտահոսել է հավանաբար բանակցություններին խոչընդոտելու համար։ Վաշինգտոնն ու Մոսկվան հաստատել են, որ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա պատերազմը դադարեցնելու ամերիկյան վերջին առաջարկները քննարկելու։ Եվրամիությունը, որ այդ բանակցություններին չի մասնակցում, կոչ է արել հավելյալ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի եւ Եվրոպայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար։ Եթե Ռուսաստանը կարողանար ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, արդեն իսկ արած կլիներ դա, այսօր հայտարարել է արտգործնախարար Կայա Կալասը ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, թե ինչ պետք է անի ագրեսորը՝ Ռուսաստանը, ոչ թե այն, ինչ պետք է զոհաբերի Ուկրաինան, հայտարարել է նա։ Մոլդովան արտգործնախարարություն է կանչել Ռուսաստանի դեսպանին եւ ցուցադրել իր տարածքում Ուկրաինայի սահմանից քիչ հեռու ընկած ռուսական անօդաչու թռչող սարքը։ Ռուս դեսպանի հետ հանդիպումից հետո այն դրվել է արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Հրապարակված տեսանյութում երևում է, ինչպես է դեսպանը դուրս գալիս շենքից եւ անցնում կարմիր Z տարով գծանշված անօդաչու թռչող սարքի կողքով։ Վերջին տարիներին, հատկապես Եվրոպամետ նախագահ Մայա Սանդուի ընտրությունից հետո կողմերի միջև հարաբերությունները սրվել են։ Քիշնևի նշան բողոքի արտաքսել է տասնյակ դիվանագետների եւ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների։